Բարի օր եւ բարի գալուստ STEMcast։ Շատ ուրախ ենք, որ այսօր կրկին միասին ենք գիտության եւ մտածողության տարածքում։ Այս թողարկումը առանձնահատուկ է, քանի որ մեր հրավեր ընդունել է լեգենդար գիտնական միջուկային ֆիզիկայի պատմության առանցքային դեմք տիկին Լիզե Մեյթները։ Դե ինչ, կարող ենք սկսել։ Ինչն էր ձեր մանկության տարիներին առաջին անգամ հետաքրքրություն արթնացնում բնության գաղտնիքների նկատմամբ։ Ես մանկուց հետաքրքրված էի լույսի գաղտնիքներով։ Գիտական գրքեր էի կարդում ու չէի հանգստանում, մինչև չհասկանայի, ինչ է իրականում տեղի ունենում բնության ներսում։ Ինչն էր ձեզ համար վճռորոշ քայլը միջուկի պառակտման բացահայտման գիտական ճանապարհին, եւ ինչպես էր այդ գործում ձեր մասնակցությունն։ Իմ գիտական գործի ամենակարևոր հատվածը այն էր, որ մաթեմատիկորեն կարողացա ցույց տալ ուրանի միջուկը կարող է իրականում կիսվել։ Առանց այդ ճշգրիտ հաշվարկների միջուկի պառակտման բացահայտումը չէր կայանա։ Ինչպիսի ներքին զգացում ապրեցիք, երբ Նոբելյան մրցանակի ժամանակ ձեր անունը չհիշատակվեց, եւ ինչպես եք գնահատում այդ երևույթը գիտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի տեսանկյունից։ Ինձ չի վիրավորել, որ Նոբելյան մրցանակի ժամանակ իմ անունը չհնչեց։ Բայց ցավալի է, որ այն ժամանակ գիտությունը դեռ չէր սովորել լսել կնոջ ձայնը, թեթևուզ նրա աշխատանքը որոշիչ էր։ Ինչու՞։ Հրաժարվեցիք մասնակցել ատոմային ռումբի ստեղծման նախագծին, որն է ձեր սկզբունքը գիտության ու մարդկության հարաբերության հարցում։ Ես երբեք չեմ համաձայնվել մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը։ Գիտությունը կյանք պիտի բացի, ոչ թե վերացնի կյանքը։ Ոչ մի իրավիճակում չեմ արդարացնում զինագործությունը։ Եթե այսօր Urgent մի երիտասարդ աղջիկ տարակուսած հարցնի, արդյոք ինքը կարող է դառնալ գիտնական, ինչ խորհուրդ կհղեիք նրան։ Եթե այսօր մի աղջիկ մտածում է, արդյոք ինքը կարող է գիտնական դառնալ, ես նրան կասեի, բոլոր սահմանները մարդիկ են դնում։ Եթե սիրտդ գիտություն է ուզում, քաշ չտեսնես, դու ինքդ պիտի ձևավորես քո ժամանակը։ Ձեր մասին հաճախ ստեղծվում է լուր ու ոչ հրապարակային գիտնականի պատկեր։ Այդ պատկերացումը ճիշտ է, ինչ կերպով եք դուք իրականում պայքարել ձեր գաղափարների համար։ Շատերը կարծում են, թե ես շատ լուռ մարդ եմ եղել։ Դա ճիշտ չէ։ Ես պայքարել եմ, ուղղակի ոչ աղմուկով, այլ ճշգրիտ մտքի ուժով։ Ձեր ամբողջ կյանքից այսօր ինչի կարիքն եք առավել զգում, ինչն է այն, ինչի հիշատակով անգամ լռում եք։ Կյանքից ամենաշատը կարոտում եմ լաբորատորիայի լռությունը։ Էն պահը, երբ թվերի միջից հանկարծ լսվում է «սա նոր բան է»,